Երկելու համար Կարելիայից Հայաստան հասած Իրինա Փշենիչնայան Սովետ միության վերադարձ չի ուզում, բայց Պուտինի Եվրասիական տնտեսական միության տեսլականին կողմ է երկու ձեռքով։ Երևան ժամանելուց առաջ լսել է Հայաստանը միանում է այդ միությանը։ Մեր իշխանության խոհեմությունը գոհացրել է տիկնոջը։ Տնտեսական ու քաղաքական կապերի հաստատումից հասարակ ժողովուրդը կարծում է միայն շահելու է։ Я перед отъездом услышала, что Армения тоже собирается вступить вот в единство, да, республик. То я была, например, этому очень рада. Դժգոհ է Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններից, իրենց որոշումներով ասում է, տանջում են հասարակ ժողովրդին։ А то, что, например, происходит в Грузии или в Украине, это ужасно, потому что страдают простые люди. Փշենիչնայան հազարավոր կիլոմետրեր կտրել անցել է առաջիկա 4 օրերին Երևանում, Վանաձորում եւ Էջմիածնում ռուսական մշակույթ տարածելու համար։ Զրուցակիցս Կատյուշա համույթի կազմում ԵՊՀ-ի ռուսական բանասիրականի տասնյակ ուսանողների այսօր ծանոթացրեց, ինչպես նշված է Երևանում Ռոսսոտրուդնիչեստվայի պաշտոնական հաղորդագրության մեջ, ռուսական ժողովրդական երգի հզորությանը, մեծությանն ու դրամատիզմին, ռուսական ռոմանսների խորաթափանցությանը, ռուսական հյուսիսի երաժշտության առանձնահատկություններին։ Երգերաշտությունից բացի կազմակերպիչները չեն մոռացել նաև ռուսաց լեզվի տարածման մասին։ Վանաձորում, Էջմիածնում եւ Երևանում Պետրոզավոդսկի համալսարանի դասախոսները հենց այդ գործով կզբաղվեն։ Մեր մասնագետներին ռուսաց լեզվի եւ գրականության ներկապնակին կծանոթացնեն։ Պետրոզավոդսկ պատասխան այցով կմեկնեն նաև մեր հայրենակիցները, բայց էլի ռուսերենի մասին խոսելու, ներկայացնելու, թե ինչ դեր ունի ռուսերենը հայաստանյան կրթական տարածքում։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անհանգստացած է, ասում է, սկսվել է Հայաստանը Ռուսաստանին բռնակցելու գործընթաց։ Գաղութային բոլոր երկրները միշտ, այսպես ասած, գաղութատիրոջ լեզվով պիտի կամ զարգանա, կամ կենսագործունեություն այդ տարածքում, սա նույնպես վաղուց հայտնի հասարակագիտական օրենք է, եւ Մեծ Բրիտանիա գաղութները եւ Ֆրանսիա, մենք հիմա գաղութային մակարդակին գնում եւ եթե նույնիսկ մեր միջին ստողակի չինովնիկները շատ հստակ չգիտեն ինչա, բայց ներքին բնազդով գիտեն առաջիկայում ինչ է սպասվում։ Լրագիր AM կայքի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով լեզուն ռազմավարական այն առանցքն է, որով Ռուսաստանը փորձում է պահպանվել Հայաստանում։ Ռուս պրոպագանդիստների հիմա էլ դասախոս երկհանների այցերն ըստ Հակոբ Բադալյանի վկայում են, որ ռուսներն անհանգստացած են, մշակած ռազմավարությունը տապալվում է։ Թվում է, թե Ռուսաստանը աստիճանաբար Հայաստանում որևէ խնդիր չպիտի ունենար հասարակական գիտակցության իշխելու առումով, որովհետև տարիներ շարունակ ոչ միայն խորհրդային տասնամյակներն են եղել, դրանից առաջ ոչ միայն օրնված ոտի պատմություններն են եղել, այլ նաև անկախության այս տարիների ընթացքում, հատկապես վերջին 10-15, հետևողականորեն ռուսիֆիկացիա է տեղի ունեցել Հայաստանում բոլոր առումներով։ Եվ թվում է, թե Ռուսաստանը որևէ պրոբլեմ այդ առումով հանրային գիտակցության վրա իշխելու եւ ազդելու պիտի չունենար։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այլ իրականություն է Հայաստանում թեկուզ փոքր, թեկուզ բավական տարանջատված, բայց արդեն ձևավորվում են կորիզներ, որտեղ ինքնիշխանության գաղափարն է, որտեղ պետական շահի գաղափարն է, եւ այդ բարեկամություն, դաշնակցություն եւ այլ կեղծ միֆական պատկերացումներ չկան, կան փաստերի պահանջներ, փաստարկների պահանջներ, որոնք իհարկե չեն խոսում Ռուսաստանի